Այսօր 30/08/2024-ի նշանակված ավականու հերթականիցը համարում են բացված։ Լիստի ներկայային համայնքի 27 ավականներից 20-ը, կորումը ապահոված է, լիստը եղավոր է, լիստի որակարգը մաքրված է 17 հարցից։ Հարգելի ավականներ, քանի որ մենք ժամանակի խնդիր եւ հարցերը շատ պիտի ներկայացվեր ձեր քննարկմանը, դրա համար նշանակվեց ավականու հերթական լիստը։ Մենք տեսնում ենք օրակարգում օրերգար հարցերը ըստ հերթականության բաղկացած 17 հարցից։ Առաջին Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2024 թվականի ամենամյա ծրագիրը հաստատելու մասին, Գեղարդյունիքի մարտի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող SS պատկերով պատասխանային հասկացող անշուշտ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ տալու մասին, Գեղարդյունիքի մարտի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող SS պատասխանային հասկացող անշուշտ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ տալու մասին, Գեղարդյունիքի մարտի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող SS պատասխանային հասկացող երկու հեկտար հողամասը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մասին, Գեղարդյունիքի մարտի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող SS հասկացող այսքան 0.96 հեկտար հողամասը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մասին, 6-րդ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի դեղնատվորների կողմից 6 հասցեի մանշարժությունները Արարատի ծուլորային ապուր մկրեի անապույտ և տնօրինման իրավունքով 30 տարով տրամադրելու մասին, 7-րդ Վարդենիս համայնքի մեծ մասի բնակավերի մշակույթի տան կառուցման աշխատանքներին համաձայնություն տալու մասին, 8-րդ Գեղարդյունիքի մարտի Վարդենիս համայնքի մեծ մասի բնակավայրում 5.1 MWT հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցմանը համաձայնություն տալու մասին, 9-րդ Հայաստանի Հանրապետության Գեղարդյունիքի մարտի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը լուծման սահմանափակ պատասխանատվության ընկերության կարիքների համար սահմանափակ օգտվելու իրավունքով սերմիկի տրամադրելու համաձայնություն տալու մասին, 10-րդ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող SS պատկերով 2.8 հեկտար գյուղատնտեսական նշանակության առողջավայր նշանակության հողատեսկը արդյունաբերական ուժես օգտագործման և այլ արտադրական նպատակների նշանակության հանդեպ օգտագործման փոփոխելու մասին, 11-րդ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը հաջորդ վաճառքով օտարելու և մեկնարկային գիծ անունելու մասին, 12-րդ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Արամես Հովանյանի պատկանող Volkswagen Մանուշի SSP համարիշի ավտոմեքենայի գույքան Վարդենիս քաղաքի բնակիչ SSP համարիշի մակնիշի ավտոմեքենայի գույքակի ապարտող ոգործանացարկող մասնակից դեպքերում Գեղարդյունիքի մարտի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսկերը մշտորեն կարգով արտադրության տրամադրելու և մեկնարկային գիծ սահմանելու մասին։ Լիստի օրակարգի հարցերի վերաբերյալ եթե կան առաջարկություններ, դժվարություններ, խնդրում եմ ասեք։ Իսկ այդ փոփոխված հարցի Եթե առաջարկություններ կան, հարգելի ավականներ, ասեք, եթե ոչ, առաջարկում եմ հաստատել օրակարգը բաղկացած 17 հարցով։ Տեղեկություն, ովքեր եք ով։ 20 ով, 21 ով, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք օրակարգի առաջին հարցին։ Առաջին, Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2024 թվականի ամենամյա ծրագիրը հաստատելու մասին։
Հարգելի ավականներ, ձեր առաջին հարցի հետ կապված նշեմ, որ ծրագրով կարգավորելի են 2024 թվականի ընթացքում հողերի նպատակային և ծրագրային կառավարման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ու բյուջետային քաղաքականության ուղղություններով սահմանված խնդիրները։ Առաջարկում է հաստատել Բաղդանից համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2024 թվականի ամենօրյա ծրագիրը, որը նաև ըստ անհրաժեշտության կընդգրկվի Բաղդանից համայնքի 2022-2023 թվականների ծրագրերի զարգացմանը։ Եթե առաջարկություններ կան, եթե ոչ քվեարկություն, ովքեր են թվում 21 օր դեմ 0 չկա։ Անցնում ենք օրակարգի երկրորդ հարցին։ Հայ գյուղատնտեսի մարտի Բաղդանից համայնքի սեփականություն հանդիսացող SS կատաստրային փաստագրով անշարժույթը Հայաստանի Հանրապետության վերաբերելու իրականություն տալու մասին։ Ինչպես գիտեք, հարգելի ավականներ, կառավարության կողմից հաղթանից հարցում կառուցվել է նոր բժշկական կենտրոն։ Նոր բժշկական կենտրոն կառուցելու համար մենք արդեն նվիրաբերել ենք հողատարածք, սակայն անհրաժեշտություն է առաջացել այդ հողատարածքը ընդլայնելու եւ այդ ընդլայնման հետ կապված այդ աշխատանքները շարունակելու եւ ինչը վերջ անցկացնելու համար անհրաժեշտ է ձեր թույլատվությունը SS ծածկագրով ձեր մոտ արդեն կա գործընթացագետն է, դուք գիտեք որ հողի մասին է խոսքը 0.018 հեկտար հողամասը նվիրաբերենք Հայաստանի Հանրապետությանը Բաղդանցի բժշկական կենտրոնի արտադրության նպատակով։ Մենք այս հարցերի մասին առաջ խոսացել ենք, հարգելի ավականներ, գիտեք, որ կառավարության որոշումով մեր Բաղդանից համայնքում կառուցել ենք նոր բժշկական կենտրոն հիվանդություն մեր Բաղդանցի արտադրությանը պետք է նվիրաբերենք, որպեսզի կառավարությունը կարողանա մեր համայնքում նոր բժշկական կենտրոն կառուցել։ Կարծում եմ, որ բոլորը հասկանում եք ու ավելի ուրախ եք, որ մենք արդեն եկալով մեր Բաղդանից կապը շենացնում ենք բաղկացնող դերվայրը։ Ովքեր են կողմ։ 21 օր դեմ 0 չկա։ Երկրորդ հարցը նույնպես վերաբերում է տվյալ հարցի հետ կապված, մենք ընդգրկենք երկու կտոր, որպեսզի այդ ամբողջ կառավարային կառավարության որոշումով մեր հիվանդանոց կառուցեին, հողատարածքը երկու կտոր է բաղկացած, մեկը այդուշի սեփականություն էր, մեկը համայնքային սեփականություն էր, եւ տվյալ պահին, որպեսզի այդ տարածքը մենք լիովին բավարարենք, երկու տարածքը պետք է տրամադրենք կառավարությանը, որպեսզի մեր աշխատանքները լիարժեք կատարվեն։ Գեղարքունիքի մարտի Բաղդանից համայնքի սեփականություն հանդիսացող SS կատաստրային փաստագրով անշարժույթը Հայաստանի Հանրապետության նվիրաբերելու թույլատվություն տալու մասին։ Էլի ձեր մոտ կա, դուք արդեն տեսել եք անհրաժեշտ է ձեր թույլատվությունը SS ծածկագրով 0.06 հեկտար հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։ Արդեն գիտեք, այդ 0.06 հողատարածքը ինչ մասն է խոսքը։ Այն դերզալացակայանի այն տարածքը որտեղ, այդ տարածքը մենք վերցրել ենք, հետ նվիրաբերում ենք պետությանը։ Բաղդանիցում բժշկական կենտրոն արտադրության նպատակով։ Եթե առաջարկություններ կան խնդրեմ, եթե չէ քվեարկություն։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 օր դեմ 0 չկա։ Անցնում ենք օրակարգի չորրորդ հարցին։ Գեղարքունիքի մարտի Բաղդանից համայնքի սեփականություն հանդիսացող SS կատաստրային փաստագրով 1.2 հեկտար հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին։ Հարգելի ավականներ, գիտեք, մենք անցած նիստերին խոսացել ենք 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների մասին, եւ մեր Բաղդանից համայնքը աննկատ չի մնացել, եւ մեր Բաղդանից համայնքում կառուցվում է 5 կրթահամալիր, իսկ մանկապարտեզների հետ կապված արդեն դուք ականատես եք դառնում, որ հիմա շուտով հանձնենք Վանավանի մանկապարտեզը, այս պահին աշխատանքները կատարվում է Եղամասարի մանկապարտեզում, դրանից հետո կանցնենք փոքր Մասրի, Նորապետ եւ այլն, հետո կանցնելու ենք մեր մանկապարտեզների շինարարությանը։
Նախորդ նիստի ընթացքում արդեն ձեզի տեղեկացրել էին, որ Հողամասի նշանակությունը փոխել ենք և ներկայումս անհրաժեշտ է տալ ձեր համաձայնությունը Վարդենից բնակավայրի SS տասնագրով 1.2 հեկտար հողամասը վերաբերել Հայաստանի Հանրապետությանը կարգավորի կառուցելու համար։ Եթե առաջարկություններ կան, ասեք, եթե ոչ, քվեարկություն։ Խոսքը վերաբերում է Վարդենի Այո, մենք 1.2 հեկտար հողամաս տրամադրել ենք, որպես այդ 1.2 հեկտար հողամասի վրա կառուցվի նոր կարգավորիչ։ Այդ մանրամասնությունները հինը որմանմատեղում թե քանդումատ ինչ-որ մի բան առարժում է, եթե դա առարժումս կարգավորի, այդ հարաբերությունները կարգավորի, այս պահին մենք պետք է նվիրադրենք, որպեսզի արավ այս գործողությունները կատարվեն։ Եթե առաջարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, ձեռնված չկա, ասում ենք որակարգի 5-րդ հարցին։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս ամայքի սեփականություն հանդիսացող SS կառուցվածքային փաստագրով 0.96 հեկտար հողամասը Հայաստանի Հանրապետության վերաբերելու մասին։ Խոսքս այս անգամ նույնն է, բայց վերաբերումը արդեն Արևմուտքի համայնքին։ Գիտեք, որ կառավարության կողմից 2023 թվականի նոյեմբերի 30-ի 2093 որոշմամբ հաստատված տերեկատվություններ կառուցման ծրագրի շրջանակում իրականացնում է դպրոցների շինական աշխատանքները, ուստի անհրաժեշտ է ձեր համաձայնությունը Արևմուտքի բնակավայրի SS տասնագրով 0.96 հեկտար հողամասը վերաբերել Հայաստանի Հանրապետությանը կարգավորի կառուցելու համար։ Եվ սա սրանից առաջ հարցը վերաբերում է Մակենից ամայնքին, սա վերաբերում է Արևմուտքի բնակավայրին։ Կարծում եմ միանգամից քվեարկություն։ Այո, նոր կառուցող։ Ես քիչ առաջ ասեցի, որ մեր Վարդենի սահմանը տաշի մնաց է և մենք ունենք 5 հատ կարգավորումներ, որը Վարդենիցում պետք է կառուցվի։ Եթե առաջարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, ձեռնված չկա, ասում ենք որակարգի 6-րդ հարցին։ Արեք առանց վերջացնենք, արգելի ավականներ, ընդվիճում չտանք։ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Լեռնագործերի փողոցի 6 ծախսի անշարժությունները Անդրանիկ ֆուտբոլային ակումբ ՀԿ-ին անհատույց և տնօրինման իրավունքով 30 տարով տրամադրելու մասին։ Արգելի ավականներ, ուրեմն մեզ է դիմել Անդրանիկ ֆուտբոլային ակումբը ՀԿ-ի նախագահ Վարդան Նազարյանը Վարդենիսի մարզադպրոցը անհատույց 30 տարով Անդրանիկ ֆուտբոլային ակումբ ՀԿ-ին տրամադրելու համար։ Այժմ Անդրանիկ ֆուտբոլային թիմը իր տնային խաղերը իրականացնում է այդ համալիրում վարձակալած մարզադաշտում, քանի որ մեր մարզադաշտը չի համապատասխանում ստանդարտներին եւ շենքը գտնվում է վթարային վիճակում, իմիջիայլոց երեքշի առաջին օրը մի փոքր մասել են պանելային կառույցից բետոնի ծնկներ, դավա չի գերներ ֆուտբոլիստների դժվար մեկի վրա, բացի դրանից սեյսմատարությունը մենք տվել ենք ստուգել ահավոր վիճակը, արդեն ստավա գիտեք, 30-40 տարի ձնկալի անձրևների բանի պատճառով շարքից դուրս եկել ստադիոնը, ընդհանրապես շենքի հետ կապված ոչ մի բան չի մնացել, ուստի նշեմ նաև, որ Անդրանիկ ֆուտբոլային թիմը հանրապետությունում հասել է բարձր ցուցանիշների, գրավելով բարձր հորիզոնականներ, որում իր ներդրումն է ունեցել նաև Անդրանիկ ֆուտբոլային ակումբը, Անդրանիկ ֆուտբոլային ակումբի հասարակական կազմակերպությունը։ Նշեմ նաև, որ անհատույց տրամադրում հասարակական կազմակերպությունը առաջիկա 5 տարիների ընթացքում պատրաստ է $1 միլիոն համարժեք դրամ ներդրում անել մեր ստադիոնի վրա, մարզահամալիրի շենքի վրա և մարզադպրոցի արհեստական փոխածածկի, որը ներկայացված նախագծում։ Հիմա ես դες մի հատ ձեզի բաժանվել է, բայց ուզում եմ, որ մի հատ ես ձեզի էլի մի հատ նայելով անցնեք, եսի մեջ նոր կառուցվող սրահկանալ։ Բացի դրանից ֆուտբոլային թիմը իր տնային խաղերը իրականացնի մարզադահլիճում, որն զարգացա համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Համաձայն ձեզ ներկայացված նախագծի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի նշված մարզադպրոցը տրամադրելու դեպքում ՀԿ պարտավորվում է Վարդենի
Գաղտնի համայնքում իրականացող միջոցառումների ժամանակ անհրաժեշտության դեպքում արտադաշտը տնավադրել համայնքին միջոցառումներ իրականացնելու համար, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Գաղտնի քաղաքի թիվ 1 մարզադաշտի բլոկը հաստատված ժամանակացույցով իր գործունեությունը ծավալի մարզադաշտում։ Իսկ ներդրումները չիրականացնելու դեպքում համաձայն ձեռքբերված պայմանավորության մարզադաշտը հետ վերադարձվի Գաղտնի համայնքին։ Արգելի հավաքաններ, նշեմ նաև, որ այս 30 տարի ուզում էինք որոշել ցանկանային գործընկերներ մարզաները ստադիոնը վերանորոգվեր, սարքվեր, բայց այսօր պատասխանատու կառավարությունը այս արտիստների ակա, մարզպետն տեղի ակա, մարզպետն ահագին ջանքի յավալախնայի տվյալ գործեր կապված, գտել ենք այդ բարերարը, որ այդ բարերարը պարտավորում է 5 տարվա մեջ 1 միլիոն դոլարին համարժեք դրամ ներդնել մեր ստադիոնի վրա, ֆոտոպասկերով, դարպասներով, շենքերով, բոլոր հարույցներով, այսինքն տրամադրված է նայեք թե ինձերի կառույց են ունենալու, որպեսզի մենք ունենանք մաքսիմում կարգին ստադիոն, հրաշք ստադիոն ենք ունենալու։ Քիչ, ուրեմն ոնց է կատարվում։ Հիմա սկզբից դեռնից խոտածածկերի կապված արդեն մարդիկ կանցնեն, խոտածածկերը բաները այդ դրանից կապվել, հետո կանցնեն ստադիոնի մի մասին, այնտեղ որտեղ որ հողակն է աշխատում, հողակիները դեռ չեն տա, այն մյուս մասից սկսեն վերանորոգման աշխատանքները, քիչ հետո կգա հողակին, այնտեղ արդեն սարքացնենք, տեղափոխվել հողականներ, այդ ձևի իրականացնենք մեր գործունեությունը։ Ժողովուրդ տեսի շատ ուրախալի բան է, շատ լավ բան է, ել եմ ասում, սաղից երազանքներ եղել է, որ մենք Վարդենիցում ունենանք երկրի հրաշք ստադիոն, 30-40 տարի բոլորիս նպատակներ եղել, բայց փառք Աստծո, այսօր մենք ունենք այդ բարերարը, ձեր աչքի առաջ, մնացած հարցեր արագ ձևով մեր այս ավականումից հետո, երբ որ մենք տրամադրեցինք, մոտակա ժամանակները շատ արագ կտենանք այդ աշխատանքների հետ կապված գործողությունները։ Եթե առաջարկություններ չկան, թույլատվություն, ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, ձեռնարկատ չկա, ասում են որակարգի 7-րդ հարցին։ Վարդենիս համայնքի մեծ մասիկ բնակավայրի մշակույթի տան կառուցման աշխատանքներին համաձայնություն տալու մասին։ Այս է միակ ցավոտ հարցը, որ 19 թվականին մեծ մասիկի մշակույթի տան շինարարական աշխատանքները կատարվել են, 19 թվականին Սումեցուն ծրագրով իրականացվել է, բայց ելնելով պատերազմական իրավիճակների հետո շինարարական նյութերի թանկացումից, որի պատճառով շինարարը չի շարունակել աշխատանքը, այժմ անհրաժեշտ է ձեր համաձայնությունը 77 միլիոն 141,090 դրամ տրամադրելու, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 38 միլիոն 570,540 դրամ, իսկ պետության մասնաբաժինը կազմում է 38 միլիոն 570,549 դրամ շինարարական աշխատանքները ավարտին հասնելու նպատակով։ Ինչքան հնարավորություն կա իդի արագ ձևով դե չանենք, որտեղ արդեն 3-4 տարի անձրևների ծնալի պատճառով արդեն այդ շենքը վերանով արդեն քիչ շատ դուրս է գալիս, մենք արագ ձևով այդ շինարարությունը պետք է ավարտենք եւ հասնենք այդ մշակույթի տունը մեր ազգաբնակության։ Այս է հիմնականը։ Եթե առաջարկություններ կան խնդրեմ, եթե ոչ քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, հեռապատ չկա, ասում են որակարգի 8-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության գյուղատնտեսները մշակութային կարգով վարչականության տրամադրելու եւ մեկնարկային գին սահմանելու մասին։ Ինչի մասին է խոսքը, թողող բնակավայրի այս վասկագրով մեկին 26 հեկտար գյուղատնտեսական նշանակության երկրորդ կարգի այս վասկագրով 539 գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի բարերարները նախկինում մշակվել են, հիմա մշակվում են, այս բային, սակայն ուսումնասիրության արդյունքով պարզվել է, որ չկան պայմաններ։ Ուստի մենք ուզում ենք անհրաժեշտ է տալ ձեր համաձայնությունը նշված բարերարներից դրա
տրամադրելու վարձակալության մարդկային կարգով 25 ժամկետով մեկնարկային գինը սահմանելով երկրորդ կարգի վարելողի 1 հեկտարի նկատմամբ 7400 դրամ, չորրորդ կարգի վարելողի նկատմամբ 1 հեկտարի արժեքը 3500 դրամ, իրանց վերենք օրինական դաշտ, որպեսզի կարողանանք իրանցից գումար վերցնեն եւ մեր բյուջեն ավելացնեն։ Այս է հիմնականը։ Եթե առարկություններ կան, խնդրեմ, եթե ոչ, քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք 9-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենից համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը լուծմար սահմանափակ պատասխանատվության ընկերության կարիքների համար սահմանափակ օգտվելու իրավունքով սերվիտուտ տրամադրելու համաձայնություն տալու մասին։ Հարգելի ավականներ, այս հարցի վերաբերյալ մենք մի քանի երի ավական նիստերով հասկացրել ենք այս հարցը, խոսքը վերաբերում է Զոհված ազատամարտիկ կարճատների բնակիչ Հովիկին, սադապետ գիտեք, հիմա լուծմար ընկերությանը բանևան բնակավարում տրամադրել է հողատարածք ֆոտովոլտաիկ արևային պայան կառուցելու համար, լուծմար ընկերությունը արևային պայանի միացման համար պետք է կառուցի ուղեկից, որոնք ասում են համայնքային սեփականության հողատարածքներով։ Եթե ասում է համայնքային սեփականության հողատարածքներով, ուրեմն համայնքը պետք է սերվիտուտ տա։ Իսկ լուծմար ՍՊ-ին տրամադրված հողատարածքի մեկնարկային գինը սահմանվել է տարեկան բոլոր հողակատորների համար ընդհանուր 68850 դրամ։ Հողատարածքը բանևանում է, մենք իրան տրամադրել ենք, հիմա էլ սերվիտուտ պետք է տրամադրենք, որպեսզի մարդը կարողանա իրար ապահովել հասնել։ Այո, դրա համար էլ ընդհանուրը վերցրել ենք, եւ այդ ընդհանուրը կազմել է 65550 դրամ։ Նորից կրկնեմ, խոսքս վերաբերում է Կարճատների Զոհված ազատամարտիկ Հովիկ Սիրակայանի մասին։ Եթե առարկություն կա, խնդրեմ, եթե չէ, քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի ակումբ բնակավայրի արդեն փաստագիրը ձեռնով կա, այս փաստագիրով 242 հեկտար զբաղեցության նշանակության արոտավայրի նշանակության արտադրության ընդերք օգտագործման արտադրական նպատակային նշանակության ընդերքի օգտագործման նպատակային եւ գործառնական նշանակությունը փոխելով որպես անդեզիտա բազաների հանք շահագործելու համար, որի համար անհրաժեշտ է ձեր թույլատվությունը։ Այս հողատարածքը մեր վաղտով չի եղել, սա տրամադրվել է 2019-2020 թվականներին, ուղղակի մենք կարգին փոխում, հողի կարգը պետք է փոխենք եւ տանք տվյալ բնակչին։ Նաեւ նշեմ, որ ստացել է համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համապարփող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 18-ի 294 դրական եզրակացությունը, որ ստացված է դեպի նախատեսություն։ Որքանցեի այն ինֆորմացիա կա, կոնկրետ եւ մնացած այլ ինֆորմացիա ունենք դիտակա շահագործման մնացած այս տարածքի կապված։ Սիմոնյան, մենք տարածքը մենք չենք տրամադրել, տարածքը տրամադրել է այն ժամանակվա ակունքի համայնքապետարանը, ակունքի համայնքապետարանը, տարածքների կապված տարածքը հիմա ես նշեցի 2 հեկտար 82 սոդայա, բացի այդ 2 հեկտար 82 սոդայից ինքը որոշակի տարածքի վրա իրավունք ունի որոշակի գործունեություն ծավալելու, ուղղակի այս տարածքի հողի կատեգորիայում մենք նրանք փոխում։ Մնացածների վերաբերյալ, եթե մենք էլի կանգնեցամ, էլի կասկածնենք իրար հետ, քննարկենք իրար հետ, հավաքամունիստով էլ կասկածենք։ Մենք այս պահին տրված հողատարածքի ուղղակի հողի նշանակություն ենք պահում։ Ամենայնպես ընթացքում քննարկենք։ Այո, եթե հարցեր լինի, մենք ընթացքում քննարկենք սա որս իրար հետ։
Եթե առարկություններ չկա, քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, երակա չկա։ Անցնում ենք օրոքացի 11-րդ հարցին։ Վարդանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը արդյունք վաճառքով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին։ Խոսքը վերաբերում է կառավարության կողմից հաստատված սահմանամեծ բնակավայրերում բնակարանաշինության ծրագիրը շարունակում է, որի շրջանակներում մեզ դիմել են ահագին շահառուներ, հողամասեր բերելու համար։ Առաջարկում են տալ ձեր համաձայնությունը նախագծում ներկայացված հողամասերը արդյունք վաճառքով օտարելու համար և մեկնարկային գին սահմանելու։ Այսինքն մենք մեկնարկային գին արդեն սահմանել էինք անցած հավաքանունից ստոկի բնակավայրի համար դրել էինք 1 քառակուսի մետրի համար մի քիչ քանդացրեցինք, հիշում եք, 1 քառակուսի մետրի համար 200 դրամ, 8 եւ ազատ բնակավայրի 1 քառակուսի մետրի համար մեկնարկային գին սահմանել էինք 92.4 դրամ։ Նախագծում ընդգրկված նաև տողալ բնակավայրի SS ծածկագրում 6-րդ փողոցի առաջին նարպաս 18 հասցեի 0.04 հեկտար բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը, որի մեկնարկային գինը սահմանել է տապակային արժեքով 1 քառակուսի համար 514.8 դրամ, ազատամարտիկի քաշույց իր հողատարածքի համարը, ավելի է նաև, որ նշված հողամասերը արդյոք վաճառքով օտարումը կնպաստում է բյուջեի կատարողականի վերահսկողմանը կամ ապահովմանը։ Եթե առարկությունները չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, որից 57.770 դրամը ապարքը արդեն վճարել է։ 57.770 դրամը արդեն վճարված է, առաջարկում են դիճել 10.471 դրամ։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ Շովան 21 կողմ, դեմ, 0 չկա։ Հաջորդը 13-րդ։ Վարդանի համայնքի այդ բնակավայրի բնակիչ Խաչատուր Մանուկյանին պատկանող ինքնին դեզես պետամանջի ավտոմեքանիկ նկարքի կուտակված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակից իջելու մասին։ Ընդհանուր գումարը կազմում է 542.862 դրամ, որից մայր գումարը 405.292 դրամ, ուժը 137.571 դրամ։ Առաջարկում են դիտել ուժը և որոշակի գումար մայր գումարից։ Որոշակի տոկոս գումար մայր գումարից։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն։ Ովքեր են կողմ։ Մենք շեմ ունենք դրանից 15 տոկոս։ Մայր գումարի ասեք ինչքան, այգի դեպակային։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, 0 չկա։ Անցնում ենք նորակարգի 14-րդ հարցով։ Շահումյանի շրջանի Քար Վաճառ քաղաքի բնակիչ Հարություն Գրիգորյանի պատկանող Վարդանի համայնքի Վանեվան բնակավայրում գտնվող անշարժույթի գույք հարկի մասով կուտակված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակից իջելու մասին։ Ընդհանուր գումարը կազմում է 253.561 դրամ, որից ուժը կազմում է 65.100 դրամ։ Առաջարկում են իջել ուժը, որից 65.000 դրամ։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, 0 չկա։ Անցնում ենք օրակարգի 15-րդ հարցին։ Վարդանի համայնքի Վարդանի քաղաքի բնակիչ Աննա Բուդոյանի պատկանող անշարժույթի գույքարկի մասով կուտակված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակից իջելու մասին։ Հարգելի ավականներ, ընդհանուր գումարը կազմում է 1.488.598 դրամ, որից ուժը կազմում է 424.990 դրամ։ Առաջարկում են տվյալ բնակչի հետ կապված ուժը և պլյուս դրամ ընդհանուր գումարը 500.000 դրամ, այսինքն
488,000 դրամ ուժը անենք, ընդամենը 1 միլիոն բնակիչը հենց իմ պատրաստա ուզելու։ Շատ քիչ, ընդամենը թողնում ենք 1 միլիոն, 488,000-ը հանում։ Որ ուղիղ 1 միլիոն մուտենք։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն։ Ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ 16-րդ։ Վարդենի Սամայքի ծովակ բնակավայրի բնակիչ Գալտեր Մկրտչյանին պատկանող ԵՍՍ համարենիշի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապրանքով երկրորդ սահմանափակող մասնակիցների մասին։ Հարգելի վարդաներ, ճիշտ ասած, դա ծովակի մարդիկ կան, որոնք հասնենք մեծ ավտովթարի ենթարկվել, աղագին ժողջ ճանասները կրել, թե իր առողջականի հետ կապված, թե մեքենայի հետ կապված, ընդհանուր գումարը կազմում է 455,864 դրամ, առաջարկում եմ որից ուժը 51,362 դրամ, առաջարկում եմ մեծ ուժը և որոշակի մայրոմանից։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, ձեռնպահ չկա և հաջորդ ամենավերջինը 17-րդը Վարդենի Սամայքի քաղաքի բնակիչ Մանուկ Մանուկյանի պատկանող ՍՍՊ մակնիշի ՍՍՊ համարենիշի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապրանքով մասնակից համար, ընդհանուր գումարը հարգելի ավանդներ կազմում է 765,999 դրամ, որից ուժը 121,159 դրամ, առաջարկում եմ նույնպես ուժը անենք և որոշակի տոկոս այդունալի, էլի ճանաչում եմ իրանց, աղագին վարկերի մեջ ընկացում ուտեղ, առողջական խնդիրներ ունեմ, առաջարկում եմ շատ տալ, եղող։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 կողմ, և մեր հաջորդ նիստը սեպտեմբերի 10-ին արդեն կընտրվի մեր երթական ուժը։ Էլի ես նրբաշրջանի բացում։ Ես ասել եմ հարցերը կողմերպես 26-ին, բայց այսօր